Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր որ երկինս ես սուրբ եղեցի անուն քո եկես սե արքայություն քո եղեցին կամ քո որպես երկինս եւ երկրի սած մեր անաբազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր որպես եւ մենք թողում մերոց սպարտաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն այլ բգյազ մեզի չարե Զիքոյ արքայություն և զորություն և պարք հավիդյանս հավիդենից ամեն իմաստություն հոր Իսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել և խոսել և գործել, հարաչիկո ամենայն ժամ, իչար խորորդոց, իպանից և ի գործոց, բրգյազիս և ողորմյա քո արարածոց և ինձ բազմամեղիս ամեն։ Ողորմե ինձ Ով Աստված, քո ողորմությանը համեմատ, քո առատ գթությանդ համեմատ, ջնջի իմ հանցանքներս, իմ անօրենությունս բոլորովին զիս լվա, ու իմ մեղքս զիս սրբե, վասնզի և կճանչնամ իմ հանցանքներս, ու իմ մեղքերս միշտ առջևսն։ Քեզի միայն քեզի դեմ մեղանչեցի, և քո աչքերուդ առջև չարություն էի, որպեսզի աշտար ըլլաս խոսքերուդ մեջ, ու անարատ ըլլաս դատաստանիս մեջ, ահա և ես անօրենությունով ծնվա, ու իմ մայրս մեղքով հղացավ, ահա դուն ճշմարտություն կուզես երիկամներուս մեջ, որ ծածուկ տեղը իմաստություններդ պիտի հայտնեց ինձի, զոպայի մշտիկով մաքրես իս, և մաքուր պիտի ըլլամ, զիս լվա և ձյունեն ավելի ջերմակ պիտի ըլլամ, ցնծությամբ և ուրախությամբ լեցուր զիս, թող ցնծան այն ոսկորները, որոնք կոտրեցիր, իմ մեղքերես երեսը ծածկեցիր, ու բոլոր անօրենություններս ջնջե, ով Աստված իմ, մեջս մաքուր սիրտ ստեղծե, և իմ ներսիս ուղիղ հոգի նորոգե, զիս երեսդ մի ձգեր, ու քո սուրբ հոգիդ ինձմե մի առներ, քո փրկությանը ցնծությունը ինձի վերադարձրու, ու կամավոր հոգին մի թող հաստատես իս, ամբարիշներում պիտի սովորեցնեմ քո ճամփաներդ, ու մեղավորներս քեզի պիտի դառնանք, ով Աստված, իմ փրկության Աստված, փրկես իս, արյունահեղությունն լեզուս ցնծությամբ պիտի խոսի քո արտարության վրայով, ով Տեր իմ շրթունքներս բաց ու բերանս պիտի պատմե քո բարությունդ, վասնզի զոհի չես հանիր, չես հաճիր, որ զանիկա մատուցանեմ, դու ողջակեզնել ալ չես հաճիր, Աստծու զոհը կոտրած հոգին է, կոտրած ու խոնար սիրտը, ով Աստված, դուն չես անարգեր, քո բարեխոսությամբ Սիոնի բարիք ըրե, Երուսաղեմի պարիսպները լինի, այն ատեն պիտի հաճիս արտարության զոհերուն, ողջակիզներուն ու բոլորովին այրված զոհերուն, այն ատեն քո սեղանիդ վրա զվարակներ պիտի մատուցանա։ Ամեն։ Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9 համար 14 վեճ տոմապահության մասին։ Այն ժամանակ Հովհաննեսի աշակերտները մոտեցան նրան և ասացին. Ինչու մենք և փարիսեցիները հաճախ պաս ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում։ Հիսուս նրանց ասաց. Միթե կարելի բան է, որ հարսանքավորները սուգ պահեն, մինչև փեսան նրանց հետ է։ Բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա պաս կպահեն։ Ոչ ոք օգտագործված կտավի կտորը հնացած ձորձի վրա չի կարկատի, քանի որ այն իր լրիվ չափով կպատրի, կհանի զգեստից, և պատրվածքը ավելի վատ կլինի։ Ոչ էլ նոր գինին հին տիկերի մեջ են դնում, ապա թե ոչ տիկերը կպատրվեն, և գինին դուրս կթափվի, և տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահվում են։ Ամեն։ Ողջույն, բարի երեկո,
Արկելի Աստվածաշունչի բարեկամներ, արկելի եղբայրներ եւ քույրեր, Փառք Աստծո այսօրվան համար գրգին ողջ առողջ վիճակով Աստծո գամքով գրգին հնարավորություն ունեցանք միասին աղոթելու եւ Աստծո խոսքի մասին զրուցելու, որպեսզի հավատքով ամրապնդենք եւ աստվածային իմաստությամբ մեր քրիստոնեական ոչումը արժևորենք։ Այսօրվան մեր հոգեվոր խորհրդածության նյութը բայեցողության մասին է, հիմնվելով Մատթեոսի ավետարանի, ինչ որ քիչ առաջ կարդացվեցավ, ուրեմն նախ եւ առաջ ուշադրությամբ եթե կարդացինք Մատթեոսի ավետարանի 9-րդ գլխի մեջ, ուրեմն մոդիգացան Հովհաննես Մկրտիչի աշակերտները եւ Հիսուսի հարց տվին, որ ինչու աշակերտները բաց չեն բայր։ Ուրեմն Հովհաննես Մկրտիչ նաև գոչված է դարաբեդ, նախ ջամփա պատրաստող, Քրիստոսի մասին վկայող, ապաշխարություն քարոզող, Եղիայի հոգիով եկող եւ խոնարհաբար ասած ինձ մե վերջ եկող ավելի հզոր է։ Սա ես ճուրով կմկրտեմ, բայց ինձ մե վերջ եկողը ինչով պիտի մկրտեմ։ Սուրբ հոգիով պիտի մկրտեմ։ Հետևաբար բարձրապես Հովհաննես Մկրտիչի առաքելությունը Քրիստոսի մասին վկայություն էր, երկու ապաշխարության մասին քարոզություն էր։ Եվ բնականաբար Հովհաննես Մկրտիչի աշակերտները գետևեին իր հոգևոր սկզբունքներուն, Հովհաննես Մկրտիչի ապրելացևին, որովհետև ի վերջո հավատքի հերոս մնե եւ Աստծո մարդն էր Հովհաննես Մկրտիչը։ Հետևաբար շատ հավանաբար երբ որ կգարդանք ավետարանի հատվածը, Հովհաննեսի աշակերտները գալով Հիսուսի ինչ հարցնվին, ինչու մենք եւ փարիսեցիները հաջող ենք ձոմ բաղում, իսկ քո աշակերտները ձոմ չեն բաղում։ Ուրեմն այս ժամանակաշրջանին, երբ որ եկան Հովհաննես Մկրտիչի աշակերտները Հիսուսի մոտ, այս ժամանակաշրջանին Հովհաննես Մկրտիչ բանդարգված էր։ Եվ առաքյալները սկսած էին ինչ լալ Հովհաննեսի աշակերտները ծրվիլ, ծիրուցանը լալ, անոնց մե ոմանք հետևեցան Հիսուսի եւ ոմանք հարցումի ծևեն հայտնի եւ ոմանք ալ հետևեցան փարիսեցիների եւ օրենքի ուսուցիչների։ Եվ մեկնիչները երբեմն գսեն, որ աշակերտները Հովհաննեսի Մկրտիչի Հիսուսի այս հարցումը հարցուցին փարիսեցիները իրենց թրթաբաճար եղան, որ այս հարցումը հարցնեն։ Գիտեք, ավետարանի մեջ շատ հարցեր տալիս են Հիսուսի։ Օրինակի համար դուրքի մասին ասացին, չէ, Հիսուսի պետք է դուրք տանք։ Եվ ասավ Հիսուս մեր Տերը գայստրի, բաժինը գայստրին, Ազո բաժինը Ազոն։ Փարիսեցիները Հիսուսը փորձելու համար ասին, պետք է մեկը գինը արձակե։ Հիսուս ասավ, սկիզբեն այդպես չէր, այլ Ազո միացուցածը մարդիկ թողը բաժանեն։ Հիսուս հրավիրեց, որ վերադառնան սկզբնական օրենքին, աստվածային օրենքին, ինչ որ արձակման թուղթը ստացան մարդուց ինչի պատճառով էր, Հիսուսի խոսքն է ձեր խստասրտության պատճառով է, որ արձակման թուղթ ստանալու հնարավորություն ունեցաք։ Արիդով մտարցիալ Հիսուսի ուրիշ հարցեր տվեցին եւ Հիսուս շատ իմաստությամբ իրենց պատասխանեց։ Ուրեմն հոսալ Հիսուս իրենց ինչ կսե, երբ որ բխոսի Հովհաննեսի աշակերտները զոմաբաղության մասին գսե, միթե կարելի է Պեսան եղած ադենը հարցնեվորներ ինչն են սուկ բահեն։ Ուրեմն զոմաբաղությունը գամբասը ինչի հետ կապ ունի։ Իսկ սուկը ինչն է, հոգի դրդմությունը, որովհետև երբ որ մեկը մեղք կգործե եւ եթե երբեք խղճի բորդկում ունի, երբ որ խորասկած զղջում ունի, անհնար է ինչս կա ուրախ վիճակի մեջ։ Դրա համար Հիսուս լերան քարոզի ժամանակ ինչ ասաց Երանի սկավորներին, որովհետև պիտի մխիթարվեն, բայց սկավորները ովքեր են։ Ոչ թե ան որ հարազատը մահացած է սուկ բաղում է, այլ ան անձը որ իր մեղքերի համար ողբում է, ցավում է, զղջում է, խոստովանում է։ Դրա համար մեր սուրբերը մեկը ինչ գրեց Մատյան ողբերգության աղոթքը։ Սուրբ Գրիգոր Արեգացի, չէ, գրեց Մատյան ողբերգությունը, ինք իր մեղքերուն համար ողբում էր։ Դրա համար եկեղեցու հայրերեն Անդոն անապատական հետևյալ խոսք ունի։ Գսե մենք եթե հիշենք մեր մեղքերը, Աստված կմոռնա
Իսկ եթե մենք մոռնանք մեր մեղքերը, Աստված կհիշե։ Հիմա երբ որ բարի եկած եք։ Մենք հիմա երբ որ լսեցինք ապաշխարության Սամոսը, ինչ բարգար այդտեղը, իմ մեղքս իմ արջևս է, ամեն ժամ, երբ որ մարդ Արարածը հիշե իր մեղավոր վիճակը, միշտ ինձ միշտ վիճակ ունենա, ըսկուշ վիճակ ունենա, դարակ աստեն աստեն, ըսկուշ վիճակ ունենա, արդությամբ, ըսկուշությամբ, առանց անդարբերության։ Հետևաբար հստակ է Հիսուս Քրիստոսի խոսքը, որ Պեսան եղած ադենը պետք չէ մարդիկ սուկ բային։ Ուրեմն Հիսուս այստեղ ինքզին ինչի կնմանցնե, Պեսայի, հոգիներու Պեսան, երկնավոր Պեսան, իսկ մենք ինչն ենք, հոգիով հարսերը, եւ անոր համար Եփեսացիս նամակի 5-րդ գլխում մեջ ինչ կսե, հետեւյալ օրինակ ու դա չէ, ամուսին եւ գին փոխ հարաբերությունը ինչի օրինակով կներկայացնի Հիսուս, եկեղեցին եւ Քրիստոսը։ Ցույց տալու համար թե ինչքան նվիրական է ամուսնությունը, որպես ուխտ, որպես Աստծո ծրագրի մաս կազմող մի կարևոր ծրագիր։ Դրա համար գսե մեծ խորհուրդ ունի իր մեջ այս խոսքը։ Ուրեմն Հիսուսի պատասխանը հստակ է այն առումով, որ Հիսուսի ներկայությամբ առաքյալները ինչ էին, ուրախ էին։ Հոգեգան ուրախ էին, սրտով ուրախ էին, Հիսուսի գործերը տեսնում էին եւ Քրիստոսի անմիջական ներկայությունը վայելելու հնարավորություն ունեին, որպես ականատես վգաներ, որպես ասենք ականջալուր, թե ինչ խոսեր է Հիսուս, որտեղ գնաց Հիսուս, միշտ ալ Քրիստոսի հետ էին, դրա համար ինչ կոչվեցին առաքյալները Հիսուսի, դուք իմ ինչս եք ասավ Հիսուս, բարեկամներս եք։ Բարեկամներս եք, որովհետև ավելի Քրիստոսի հետ հաղորդակցելու եւ ավելի մտերմանալու հնարավորություն ունեն։ Ուրեմն Հիսուսի խոսքեն մենք ինչ կեզրակացնենք, որ բասը ինչի հետ կապ ունի, ողբի հետ կապ ունի։ Իսկ ողբը ինչն է, մեղքերի համար սկալն է։ Մեղքերի համար սկալն է։ Դրա համար մի կարոզիչ մգա միջնադարյան շրջանի ապրող Սարգի շնորհալի հետևյալ խոսք ունի։ Գսե մենք երբեմն այնքան ողբում ենք, սկում ենք բնական մահվան դեպքում, մոռանում ենք բուն մահը։ Ուրեմն բնական մահը ինչն է։ Մեր գամքեն անգախ է բնական մահը, հոգին մարմինեն կանչատվի։ Իսկ բուն մահը ինչն է, երբ որ մեկը ապրած ժամանակ մեռած է։ Հոգիով, բարոյականով, խոջով, մարդկայնությամբ, այլ։ Բախքով չենք, երբեմն լինում է, որ բախքով չենք արդարանում, այլ սքալով մենք զղջում ենք, զղջում ենք մեր արարքները, ապաշխարում ենք։ Այո, ինքը ձոմաբահության հետ, այո, համաձայն եմ, բայցողության հետ կամ ձոմի հետ պետք է երակցի միշտ ինչը մեղքերու համար զղջումը։ Եթե վերցնենք մեղքերու համար զղջումը, եւ միայն բակ բայենք մեր գամ ինչ եղավ ուտելիքներու հետ։ Այսինքն, եթե պատկերացրեք, բաս կա, բայց զղջում չկա, խոստովանություն չկա, ապաշխարելու կողմնորոշում չկա, լավ ինչ եղավ բասը, գա ունեցա գապ ինչի հետ միայն, գա ունեցա ուտելիքներու հետ։ Ուրեմն այո ինքը բակը ասում ենք ամթերքի հրաժարվելն է, բայց եթե այդ ընթացքում մեղքերը հրաժարվելու ցանկությունը կամ էցողությունը չկա, այդ բասը անընդունելի է։ Այլ խոսքով ցեվական է։ Դրա համար Հիսուս կսե որպեսան իրենց հետ է, իրենք ինչ են, իրենք բաս բայելու գարիքը չունեն, երբ որ պեսան ինչը լա, վերցվի, այսինքն երբ որ Քրիստոս իր բարկով համբարնա, անպայման առաքյալներ արդեն պիտի սկսեին ինչ անելու, բաս բայելու։ Դրա համար արիթոմը նաև Հիսուս ինչը սավ եղծ ոգի համար, այսպիսի չար ոգին ինչով դուրս կգամ արդեն, բակով ձոմաբահությամբ։ Ուրեմն գտեսեք, գսե որ աղոթքով եւ ձոմաբահությամբ Հիսուս գսե։ Ուրեմն տեսեք, երբ որ կմտածենք ձոմաբահության մասին, իր լրացուցիչ բաժինները կան։ Լրացուցիչ բաժիններն առաջին ինչն է, սկալը ինչի համար, մեղքերի համար, բայց այդ սուկը արդակին դեսկը չէ, հա, խոժոր թեմքով, դրդում դխուր վիճակով, այդ չէ, որովհետև լերան կարոզի ժամանակ Հիսուս ինչ ասավ, երբ որ ձոմ կբայես, լվա երեսդ, օձեգս է, գլուխդ եւ այդպես որ մարդիկ չիմանան որտուն ձոմ կբայես։ Ուրեմն այդ դրդմությունը որ գա ինչպիսի վիճակման է, սրդի դրդմությունը,
խղճի բորտկումը, աբաշխարության ցավը, որովհետև երբ որ մեկը ըսկում է ինչ որ ցավ գա իր մեղքերի համար, ուզում է ինչ ունել, իր ընթացքը փոխել։ Պայքարի։ Ուրեմն տեսեք, մեկ մեղքերու համար սկալ զոմաբահությունը, գամբասը, երկու ինչ անել, աղոթել, որովհետև Հիսուս ասում է, չէ, այս տեսակի չար ոգին զոմաբահությամբ եւ աղոթքով եւ երրորդը աբաշխարություն է, որովհետև անբաժան է աբաշխարություն ինչ են զոմաբահութեն են, որովհետև շատ հաջող մարդիկ բասեն առաջ որոշում են իրենք մի ամսվա մեջ ինչ ճաշատեսակ պետք է ուտեն, որովհետեւ լավաբես ուտեն, որ կոնե չսկան իրենք բակի մեջ են, որովհետեւ իրենց ախորժակը հակեցնեն։ Ուրեմն այստեղ ծայրահեղություն կա, չափազանցություն կա։ Նշանակե ես եւ ուտելիքները Աստծո բաժին ուր է։ Եթե Աստծո բաժինը չկա, ուրեմն այդ երախումը ինչ ավ իմ նպատակը սեղա միայն ուտելիք է հրաժարի։ Դրա համար նաև Խրիմյան հայրիկի խոսքը կա, չէ։ Կացեք միս երեք իրարու միս մի ուտեք։ Անշուշտ դա չի նշանակում, որ մարդ արարածը բակի ժամանակ ամեն օր միս ուտե անդարբերությամբ, զուլությամբ, թուլամորթ լինի, բայց երբ որ ասում է իրարու միս մի ուտեք, 4-րդ բաժինը կա զոմաբահության։ Առաջինը մեղքի համար սուքներ, երկրորդը աղոթական կյանքներ, երրորդը աբաշխարությունն էր, 4-րդը միս չուտելը ինչն է մարդոց միս չուտել ողորմությունը։ Որովհետև երբ որ մեկը անողորմ է եւ բակ կբահե, ոչ մի օգուտ գաբ եղավ ստամոքսը եւ ուտելիքը, պետք է գաբը լա սիրտը եւ աղոթքը։ Գաբը պետք է լա ինչը մարդու։ Սիրտի աղոթքի հետ ոչ թե ստամոքսը գաբ ունենա ուտելիքի։ Դե իմաստը կորում արդեն եթե կարևորում ես ուտել չուտել։ Այո, իմաստազրկվի բայեցողության իմաստը։ Դրա համար Սուրբ Հովհաննես ոսկեբերան ինչ կսե, երբ որ կսե բասի ժամանակ ինչ որ դու պիտի չուտես եւ զրկում ես քո ստամոքսից, պետք է դաս գարիկավորի եւ չկավորի ցերկը։ Ինչ որ ես զրկում եմ իմ ստամոքսեն, ուրեմն պետք է այդ բարի դրամատրություն ունենամ, սիրո մղումով, մաքուր խժմտանքով ստամոքսես զրկածը կարողանամ դալ նաև մի չկավորի կամ գարիկավորի։ Դրա համար Հիսուս ինչ ասաց, գնացեք, հասկացեք, ինչ կնշանակե ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զոհ։ Եվ դրա համար Լերան Կարուզի մեջ Հիսուս ասաց Երանի ողորմածներին։ Ուրեմն ողորմությունը ի՞նչն է։ Ողորմությունը երկու նշանակություն ունի։ Ներել եւ բարիք անել։ Հիմա երբեմն մենք հասկանում ենք ողորմության մի բաժինը։ Բարիք անելը, լավ ներելը։ Եթե ես կամ դու ուրիշի նկատմամբ ունենք խորտ նայված, այլամերժություն, մեծամտություն, եթե մի փոքր խնդիր կա, այդ փոքր խնդիրը բարդացուցի իմ դարօրինակ կեցվածքով, կնշանակե անողորմաբար նայում եմ այդ բարեկամի հարազատի արևանի։ Ուրեմն ողորմությունը ընդգրկում է երկու իմաստ՝ բարիք անել եւ ներել։ Դրա համար աղոթքի մեջ ինչ ասում ենք, թող մեզ զբարդիս մեր, ուրեմն ները մեր բարդերեն ինչպես մենք ներում ենք մեզի բարդական եղողներին։ Ուրեմն սա շատ կարևոր է ամեն քրիստոնյայի համար, որ որքանով քրիստոնյան ապրում է սիրո սկզբունքով։ Դրա համար մի եկեղեցականը շատ այսպես շատ ահավոր աստեցիկ ուշակրավ խոսք ունի։ Լսե որ բասը եթե օրենք ընդունենք, որպես օրենք եւ բարդավորություն կնշանակե մենք դակավին սկսնակ ենք, դեր սկսնակ ենք։ Իսկ եթե բասը կամ բայեցողությունը եղել է մեր հոժարությամբ եւ սիրով, կնշանակե հոգեվորապես սկսել ենք հասունանալ։ Եվ սա շատ կորզնական արդայդություն է։ Եկեղեցականի խոսքն է, իմ խոսքը չի։ Ասում է, եթե բասը բայեցողությունը բարդատրանք է, օրենք է, նշանակում է մենք սկսնակ ենք։ Իսկ եթե բասը բայեցողությունը մեզ համար սիրո մղումով կատարում ենք, նշանակե հոգևոր աճման, հոգևոր հասունության ընթացքի մեջ ենք։ Հետևաբար, տեսեք շատ կարճ ավետարանի հատված կարդացվեցավ, բայց շատ ուշագրավ կարևոր ճշմարտություններ կան, որ Տեր Հիսուս Քրիստոս մեզի կփոխանցի։ Առաջին, եթե եկեք հիշենք 5 կետերը, ինչ որ վերաբերում են բասի բայեցողության, առաջինը սուկը մեղքի համար
ողբալը, երկրորդը աղոթական կյանքը, երրորդը ապաշխարությունը, չորրորդը ողորմությունը, որ ունի երկու իմաստ դերել եւ բարիք անել։ Լավ, հարց, երբ սկսավ բայեցողությունը։ Բայեցողությունը երբ սկսավ։ Երբ բար բայեցողությունը։ Դրախտից արտաքսվելուց։ Այո։ Թրախտի մեջ։ Երբ որ եթեմական բարդեզի վայելչությունը վայելում էր մարդը, Աստված մի բանից արգելեց մարդու, ինչն էր, բարի եւ զարի գիտության չարեն, բայց մարդու աչքը ինչ է։ Անհակ է, չէ՞։ Չի հակենար մարդու աչքը։ Սողոմոն իմաստունի խոսքն է, աչքը տեսնելով չի հակենում, ականջը լսելով չի կշտանում։ Եվ Հիսուս ասում է, մարմնի ջրակը ինչն է։ Աչքն է, եթե ասում է աչքը առողջ է, ամեն մարմինդ առողջ է։ Եվ Հիսուսի ժամանակ հիշեցիք անցյալ անտիվին, որ գրամոլության եւ փրկչախոհության ժամանակ ասացինք, Հիսուս ուներ հետևորդներ, որոնք ինչ էին ծրիագեր։ Տեսան Հիսուս հացը ցուգը բազմացուց, սկսեցին հետևել, ասացին լավ է, մենք մեկ շաբաթ հավանաբար ասացին, քանի որ ծրիաբար գարանք ուտել ամեն ինչ։ Ուրեմն թրախտի մեջ ասված դրեց ինչ օրենքը, բայեցողության օրենքը, եւ որ դերը ասում է բարի չարի գիտության զարեն միգեր, սա արդեն բայեցողության ինչն է, օրենքն է։ Իսկ մարդ արարածը ինչպես սկսավ խախտել մեր նախահայրը եւ նախամայրը Ադամ եւ Եվան, երբ որ ինչ արեցին, չարի խաբեպա հնարքներին ականջ տվին։ Եվ չարի խաբեպա հնարքներին, երբ որ ականջ տվեցին, մարդուն ինչը բղդորեց, միտքը։ Երբ որ միտքը բղդորեց, ինչը բղդորեց, տեսողությունը, որովհետև սկսավ տեսնել այդ բդուղի որպես ինչ, հաջո երևաց, ցանկալի, այն բդուղի, որ նայում էր շատ սովորական, երբ որ չարի խաբեպա խոսքերեն աստվեց մարդը, միտքը բղդորեց եւ տեսողություն եղավ անբնական։ Նայվածքը, հայացքը, որի մեջ կա ինչ ցանկություն, հա, այո, եւ ցանկություն, չար ցանկություն եւ այդտեղ մարդը ինչ արեց, Աստծո օրենքը խախտեց։ Հիմա առօրյա մեր կյանքեն մի օրինակ։ Երբեմն մասնակցում էր ուղարկավորությունների։ Գերեզմանեն վերադառնում ենք հոգեացի ժամանակ 50-60 կամ 100 հոգի նստում են հոգեացի առանց աղոթ կանելու, Աստծո փառք տալու, չեն սպասում որ քահանային, որ քահանան ինք աղոթ կանի, սեղան օրտնի եւ հետո սկսեն հոգեացի, շուտով սկսում են ուտել։ Շատ բադահաձ է, որ մեր սեղանագիցները ափսոսանքով ասում են, բայց դա իրականություն է, առանց մանրամասնություններ հիշելու, մեր սեղանագիցները մարդիկ նկատի առնելով որ եկեղեցական կա, շատ հանգիստ ուդում խմում են, առանց նկատի առնելու, որ եկեղեցական կա աղոթ լինելու է, որպեսզի սեղանը օրտնվի։ Հիշում եք, չէ, մի գոբիտ օրինակ կա, բայց ասենք, եթե ես ընդհանրապես մարդը, եթե նախքան ուտելը չի աղոթում, ինչ է տարբերությունը անասնական այդ վիճակին։ Անասունն էլ չէ ուտում է հափշտակությամբ, ուրեմն մարդը պետք է գիտակցաբար, հավատքով, Աստծո ինչ անի, Տիրոջ փառք տա, երած բադարի համար ինչ է լինի այդ ուտելիքը։ Թեկուզ իր բառերով, թեկուզ իր սովորած բառերով, կամ սրդապուխ աղոթքով, բայց ի վերջո պետք է Աստծուն փառք տա այդ բադարի համար, որ ուտում է։ Դրա համար մի դեպք շնորհակալություն պետք է։ Իհարկե, շնորհակալություն հայտնելը նաև ինչի հետ կապ ունի։ Երախտագիտության, որ մենք ունենք երախտագիտություն Աստծո նկատմամբ, որ կարողացանք սերմանել, հնցել եւ Աստծո բարիքները վայելել։ Եկեղեցու բادرակի արարողության դրա համար է որ հաղորդվում են մարդիկ, ստանում են Քրիստոսի մարմին եւ այրոնը, պետք է մնան ինչեւ ավարտ։ Շնորհակալություն հայտնելու։ Հա? Կան մարդիկ, որոնք հաղորդվում են շուտով եկեղեցուց դուրս գալիս են։ Պատկերացուր դու հյուր ես անցիմը սեղանի շուրջ, երար խմեցիր, առանց այդ անցի շնորհակալություն հայտնելու, տնից երացար քնացիր։
դկեր երևույթ է, չէ։ Ոչ թե Հոբիտ չգիտեն, երևույթ է։ տեղեկացված Չգիտեն, իրենց ապրես։ պետք է ուղղակի Իրոք, տեղեկացնեն։ տեղեկացված չեն իրանք դրա համար են շատ գալիս։ Դեղացված չեն, բայց նաև եթե սովորական անցիմը դանը, եթե ես ուդում խմում եմ, եթե պետք է շնորհակալություն հայտնեմ, որքան ավելի, երբ որ Աստծո դունը գալիս եմ եւ Ազո սեղանին ուդում եմ։ Ազո սեղանը Սուրբ Խորանն է։ Իսկ հոգևոր գերագուրը Քրիստոս ինքն է։ Ես եմ երկինքեն իջած հացը ասում եմ։ Ուրեմն նաև գաբ ունի գրթության հետ դունը։ Դան գրթությունը, որովհետև Խրիմյան հայրիկ ասում է առաջին եկեղեցին դունն է, այդ դունի կանան հայրն է, իսկ այդ դան խորանը մորը գիրկն է։ Դրա համար Աստվածամոր կյանքեն գեղեցիկ օրինակ կա։ Երբ որ Հիսուս 12 տարեկանին դոնի արիթով դաջարն էր, ով կդավ Հիսուսի մայրը, բայց մայրը չսա, որ ես քեզ եմ փնտրում, ասաց հայրս եւ ես քեզ ենք փնտրում։ Ինչ ցույց տալիս է Աստվածամոր հեզությունը։ Ասնի կարար ասել ես որդիս դանչվում եմ քեզ փնտրեցի չկդա, ասաց հայրդ եւ ես։ Աստվածամոր հեզություն է ցույց տալիս։ Ուրեմն հեզ մարդը նաև գիտի շնորհակալություն հայտնել։ Խոնար մարդը գիտի երախտագիտական հսկացումներով Աստծո բարիքներ հիշել եւ դրա համար մի եկեղեցականի խոսքն է, ասում է բայցոտյան ժամանակ սոված վիճակով մի րոպե աղոթքը ել ավելի աստեցիկ է, քան հակեցած վիճակով աղոթք անելը, որովհետեւ երբ որ մարդ դգարության մեջ սոված վիճակով ըսկում է իր դգար լինելը եւ մի րոպե, երկու րոպե, քանի րոպե նայած մարդու հոգևոր հասունության եւ հավատքի աճման, եթե այդ սոված վիճակով ինքը ջաշը թեմն է, դրվեր է ջաշը բիուդի, բայց մի րոպե ասում է իր մարմին մարդ միայն հացով չապրիր, ասում է ամեն ինչի ժամանակը գա, հիշում է Սողոմոն իմաստունի խոսքը, հիշում է Քրիստոսի խոսքը, որ գորստական հացը ընտրում եք, բայց ունեցեք հացը, որ հավիտենական կյանքի մեջ մնա, եւ որ այս բոլորը հիշում է, աղոթում է, հարկ տալիս է Աստծուն, այդ եկեղեցականի բացառությունը ասում է, այդ աղոթքը շատ աստեցիկ կլինի։ Եվ նույնիսկ հնարավոր է մի րոպե լինի 2 կամ 3 կամ 4 կամ էլ ավելի, եւ մարդը կարողանա կենտրոնացած հոգևոր ապրումով, ջերմերանտ հոգիով, երախտագիտական զգացումներով Աստծո անունը բարապանի, ասելու մարմին, որ քո բաժինը չէ հիմա։ Ես ուզում եմ իմ հոգու բաժինին կարևորություն տալ, ուշադրություն դարձնել, հոգիս սնվի աղոթքով եւ հետո հերթը գալիս է ուտելու։ Դրա համար բասը երկու իմաստ ունի, չէ՞։ Մեկը մսամտերկե, գանամտերկե, կենթանական արդարություն ունեցող ուտեստները հերու մնալն է, իսկ երկրորդը նաեւ բայացողությունը ժամանակ մը սոված մնալն է։ Այսինքն զոմաբաղություն է։ Հիմա չգիտեմ արդվանից կեսօր, արդվանից մինչև երեկոյան, նայած ամեն մարդի դարիքը, առողջական վիճակը, հոգևոր մագարտակը, հավատքի պատրաստությունը, ուրեմն տեսեք դրա համար այս շրջանը ինչ բառ գործածում ենք այս շրջանին, մեծ բառ, ուրեմն մեծ, որովհետև շատ երկար ժամանակաշրջան է, եւ երկրորդ մեծ բառ, որովհետև դարվա կարևորագույն ժամանակաշրջանն է։ Եկեղեցու հայրերը ասում են, որ մեծ բակը հավատքի կյանքի հոգևոր կարունն է։ Մեծ բակը ասում են հավատքի կյանքի հոգևոր կարունն է։ Եվ ասում են մեծ բակը ամբողջ տարվա ընթացքին հոգևոր սպառազինություն ունենալու կարևոր ժամանակ է։ Հոգևորապես սպառազինվելու։ Գիտեք, զինվորները երբեմն 1-2 ամիսներ մարզվում են, որ հետո գնան պատերազմի ճակատ։ Հիմա ոնց որ մենք այս ժամանակաշրջանին մարզվում ենք հոգևորապես մեծ բակի ժամանակ, որպեսզի կարողանանք այս բայեցողության օրերին պատրաստվել, հավատքով սպառազինվել, որ կարողանանք ամբողջ տարվա ընթացքին կարողանանք դեմ տնել չարի խաբեպա հնարքներին, հաստատուն հավատքով մնալ հավատարիմ Քրիստոսի նկատմամբ, ապրել ուխտաբահությամբ եւ հավատքով։ Ուրեմն տեսնում ենք, որ այդ բահոց օրենքը գար թրախտի մեջ։ Չնայած որ մարդու հարտոնված էր ինչը, ամենից օգտվել։ ամեն ինչը, բայց մարդը ինչ էր, մսագեր չէր։
Մարտը տրախտում մսագեր չեր։ Մինչև երբ շրհեղեն հետո նոյան դաբանի շրհեղեն յետ Էր ասված մարդուն թույլտվություն տվեց, որ միս ուտի։ Ուրեմն տեսնում եք Ադամեն հասնելով մինչև Նոյ մարդը ինչ էր։ Պուսագեր էր, մսագեր չէր։ Նոյի պատմությունից հետո երբ որ շրհեղ եղավ, ասված արդոնեց մարդու որ ինչ անի, միս ուտի։ Հիմա անշուշտ մեզի համար բայցողությունը հոգևոր խորհուրդ ունի, բայց նույնիսկ բժշկագիտական առումով հաջող մասնակիցներ ասում են, որ մարմինը գարիք ունի բասի, որբեսի սիրտը հանգչի, ստամոքսը հանգչի, այգները հանգչի, եւ մարդիկ երբեմն քաշ կլինեն, որովհետեւ չափավորությամբ չեն ուտում։ Մի բարեկամ ունեմ, այսպես հյումորով ասում է, որ ես ամեն օր մինչև գիշերվա 1-ից արդվա 9 բան չեմ ուտում։ Զոմ եմ բաղում ասում է, գիշերվա 1-ից մինչև արդվա 9 ասում է բան չեմ ուտում, զոմ եմ բաղում։ Ուրեմն ասացի հնարավոր է երազիդ մեջ տեսնես, ինչ որ ուտելիք մը որ դու ուտես եւ այլն։ Ուրեմն բակը նաեւ ինչի հետ կապ ունի, դաստիարակության, բակը նաեւ կապ ունի զուսպ ապրելու, չափավոր ապրելու, շատ կարեւոր է դա, որովհետեւ ամենակարևորը նաեւ բակի 4 կետեր, որ հիշեցինք, նաև ինչը պետք է ավելացնենք բակի ժամանակ։ Լեզվի բակը, որովհետև ամենաերկար ցուցակը մեղքերի լեզվի մեղքերն է, որովհետև հնարավոր է մեկ ամեն օր շնություն չանի, քողություն չանի, հնարավոր է երկար ժամանակ այդ մեղքերի ցերու մնա, գուցե ամբողջ կյանքով այդ մեղքերի մեջ այդ մեղքերը չանի, բայց ով կարա ասել ես կյանքում լեզվի մեղք չեմ գործած։ Հոգնում ենք, թշկում ենք, բարգացել ենք, երբեմն հայում ենք, ներվայնացած ենք, պամպասում ենք, և հետո ասում ենք պամպասանքը ժամանց է, չենք ըսկում, որ մենք ինչ ենք անում, մարդիկ երբեմն պամպասում են և չեն ըսկում, որ այդ պամպասանքը վադաբանությունը, շարախոսությունը մեղք է, լեզվի մեղքերեն է, դրա համար որ մգրդվեցինք, ինչը մեր շրտները ինչ եղավ Միրոնով, թրոշմվեցավ, չէ, Սամոսի մեջ ինչ ասում է, ով դեր բաղավան թիր պերանիս և հաբահով թուր շրտներուս, որպես իսիրդս չար խորութներով չխոդորի։ Հակոպոս Արաքյանն էլ ասում ով խոսքով չի մեղանչում, նա կատարյալ Աբրես, ճիշտ, Հակոպոս Արաքյալի նամակը, և այդտեղ 3 բառ է հիշում, լեզուն ինչ է, չար է, և ինչ է, անզուսպ է և մահացու թույնով լեցուն, չար, անզուսպ, մահացու թույնով լեցուն, դրա համար լեզուն մարդուն ինչն է, մատնիշն է, լեզուն մեր ըսկացումները, մտածումները հայտնում է, լեզուն մարդու մտածումները, ըսկացումները հայտնում է, և մի եկեղեցական դալիս է լավ օրինակ, ասում է սիրտը չրհոր է, իսկ լեզուն այդ չրհորի ճուրը դուրսանոն է, եթե այդ չրհորի ճուրը մաքուր ճուր է, լեզվեն դուրս պիտք է մաքուր խոսքեր, իսկ եթե այդ չրհորը, որ մեր սիրտն է գեղդոտ ճուր է, լեզվից պիտք է գեղդոտ անվայել ամբարգեշտ խոսքեր, ուրեմն նաև լեզվի բայեցողությունը դարվա 12 ամիսի համար է, այսինքն երբեմն ասում ենք բասը, այո, սկսվում է բարեգենթանի հաջորդող օրը մինչև Քրիստոսի հարության տոնը, բայց քրիստոնյայի համար լեզվի բայեցողությունը դարվա 12 ամիսն է։ Հիշում եմ բարեկամիս խոսքը, ասում է դեր հայր մարդ 2 բաներից շատ պետք է զգուշանա, ասացի ինչ է, ասաց ուրախ եղած ժամանակ դված խոստումին, լավս երկրորդը, ասաց բարգացած ժամանակ արդասանած խոսքին, երկուքը շատ դժվար է, ուրախ եղած ադեն դված խոստումին, ով դվեց մի ուրախ եղած ժամանակ խոստում և շատ զղջաց, Պետրոս Արաքյալ են խոստում դվել չէ, ես կեզ կմերնեմ կեզ համար, մենք ալ հայրը շատ կսենք, մերնեմ կեզ համար իրարու,
Բայց Այս հրարու միջև խոսքը ակաղաղի Թագավորը Իսկ որդու Հերովդես թագավոր թագավորը Հերովդես թագավոր երբ որ ասաց ինչ որ ուզում ես քեզ կդամ Հովանես Մղրդիչի գլուխ ուզեց ուրեմն տեսեք այդ խոստումը նաև համաչեց թագավոր է խոստում տվեց ինչ անի իր մեծամտությունը փառքը ել ավելի կարևոր էր քան արդարության օրենքը կատարելը ուրեմն գտեսնեք լեզուն շատ այսպես ահավոր է լեզվի մեղքերը գիտեք քանի հատ ինչ է խոստովանանքի մեջ ասում են մեղանչեցի լեզվով ասում է սդախոսությամբ եւ մասնակցել չարախոսությամբ սուտ երտնամբ երտնազանցությամբ հագարակախոսությամբ վիճաբանությամբ բանսարգությամբ շողմոքությամբ քսությամբ դադարգաբանությամբ եւ զարով զրբարդությամբ բարակդիչ խոսքերով եւ անեծքով դրդնչելով դժգոհելով բամբասելով հայելով քանի մեղք 17 մեղք դրա համար Ժորդային ասացված ասում է լեզուն անդամը փոքրիկ կբրցնե մեծ փոթորիկ փոքրիկ է բայց փոթորիկ է ուրեմն դրա համար մարդը եթե ինչպես որ Ելենան հիշեց Հակոբոս Արաքյալի խոսքը իր լեզուն զսպողը ինչ է գադարյալ մարդ է եւ անոր համար լեզվի բակը միշտ պետք է լա դարին 12 ամիս բայց այս անկրվանին պետք է ավելի մենք նախընտրենք մենք լուր մնանք որ ասված մեր հետ խոսի աստվածաշունչով երբեմն մենք ականջ տալիս ենք մեղքի աղմուկին եւ մոռանում ենք լսել Աստծո ցայնը որ հնչում է աստվածաշունչով Աստծո ցայնը որ լսելի դառնում է եկեղեցու ջանքով ուրեմն բայացողությունը մեծ բախ որովհետեւ երկար ժամանակաշրջան է երկու դարվա կարևորագույն ժամանակաշրջանն է նախապատրաստվելու ինչի հարության դոնը ընդունելու դրա համար վայեցողությունը ասում են հոգևոր ճանապարհորդություն է եւ վայեցողության ոսկի շղթաները կան չէ ինչ հիշեցինք հիշադակվեցավ անցյալ գիրակի օր ինչ հիշադակեցինք մենք բարեկենդանը չէ երջանկությունը ուրախությունը խաղաղությունը մարդուն երբ որ մեղ չկար իսկ այս գիրակի ինչն է որ պիտի հիշվի արդակսումը որ մարդ ինչ եղավ արդակսվեցավ դրախտեն Աստծո օրենքը խախտելով դրա համար Եսայի մարգարեության մեջ Եսայի 58:2-ի մեջ ասում է բայց ծեր ու ծեր Աստուծուն միջև բաժանում ցկողը ծեր անօրենությունները եղան ծեր եւ ծեր Աստծո միջև բաժանում ցկողը ծեր անօրենությունները եղան դրա համար եկեցու խորան ինչ է հիմա Բագի այդ բագյան խորանը ինչ հիշեցնում է մեզ մարդու մեղքը որի հետևանքով վերացավ Աստծուց իր իսկ կամքով մենք երբեմն հիշում ենք մարդը մեղք գործեց շատ լավ հետևանքները գրեց այո ինչն էր հետևանքը Աստծուց է հեռանալը բայց իր կամքով դրա համար եկեղեցականը շատ լավ օրինակ տալիս է ասում է արևը միշտ կա երկրակունքն է որ երես թեքում է Աստծուց Շնոդա երրորդ բادرյակ այս օրինակը տալիս է ասում է Աստված էլ այդպես է Աստված անփոփոխ է Պողոս Արաքյալ ասում է Հիսուս նույնն է երեք այսօր եւ ավիտ ուրեմն Հիսուս միշտ կա անփոփոխ բառին է ճշմարտապես սիրուն է բայց մարդը ինչի նման է երկրակունքի որ երես թեքում է Քրիստոսից դրա համար խավարի մեջ է բնակվում խավարը ինչն է մեղքն է եւ մահն է իսկ լույս ինչն է յանքն է եւ անմահությունն է Քրիստոս ասաց ես եմ աշխարհի լույսը ուրեմն բայեցողության օրենքը գար որտեղ տրախտում եւ մարդը այդ Աստծո օրենքը ինչ արեց Աստծո օրենքը խախտեց տեսեք երբեմն քաղաքավարական օրենքներ կան չէ երբեմն մարդիկ հravirվում են սպասում են դանդերը ինչ ասի հրամեցեք կսե չէ օգտվեցեք եւ երբեմն մարդիկ չեն սպասում ասի դանդերը օգտվեցեք շուտով սկսում են ուտել չէ հսկայում նուրբ կետեր են բայց կան մարդիկ որպես սկզբում քաղաքավարական մեթոդ սպասում են դանդերը ինչ ասի
Երբեմն կան անձեր ուզում են դանդերը 2-3 անգամ գրտնի, որպես իրենք կարողանան հանգիստ կերպով այդ հացը ուտել կամ բադարը ուտել։ Հետևաբար մարդու գեցված ինչ էր անկահակավար, որովհետև Աստված ամեն ինչ տվեց, բայց մարդ ուզեց նաև ինչը, այնինչ որ Աստված արգելած էր։ Չագերդյալ մարդը խախտեց բասի օրենքը։ Եվ դրա համար Հիսուս իր երկրավոր առաքելությունը ինչպես սկսվեց։ Զոմաբահությամբ, չէ՞։ Զոմաբահությամբ Ադամի ագարակը հարեց Հիսուս։ Ադամ բարի չարի գիտության ծառը ուզեց այդ ծառից ուտել, երավ եւ դուրս տրվեցավ։ Հիսուս իր առաքելությունը ինչպես սկսվեց։ Զոմաբահությամբ սկսվեց։ Ձևով մեզի Հիսուս սովորեցնում է, որ մարդը միայն մարմին չէ։ Մարդը միայն մարմին չէ։ Մարդը նաև ինչ ունի հոգի, եւ հոգին ունի իր պահանջները, եւ հոգին ստանում է իր սնունդը աղոթքով, ազգով խոսքով։ Մեր հայրեն ինչ ասում են, Աստվածաշունչով Աստված խոսում է մեր հետ, աղոթքով մենք խոսում ենք Աստծո հետ։ Եվ դրա համար ասում են եկեղեցու հայրերը, որ բայցողության ժամանակ մարդը պետք է աղոթքի ռոբեները ավելացնի։ Այսինքն սովորական օրերուն նման պետք չէ աղոթի, ել ավելի պետք է աղոթի, որպեսզի միշտ նախապատրաստվի հարության դոնը դիմավորելու հավատքով։ Ուրեմն բայեցողություն ասացինք աստվածային օրենք է եւ երկու տեսակի բայեցողություն կա, կենտանական ուտելիքները հրանալը, նաեւ ծոմաբահությունը, բայց նկատի ունենք դարիքը, առողջական վիճակը, գործի պայմանները, եթե մարդ շատ սպառվում է, օգնում է գործի հետևանքով, հնարավոր է այդ ծոմաբահության ժամերը ինչ անի, մի քիչ թեթևացնի, բայց բակի նպատակը ինչն է, Աստծո դառնալ։ Ուրեմն դրա համար ապաշխարության ժամանակ, երբ որ ապաշխարության հրավեր տալիս էին մարգարեները, նաև ինչ ասում էին, ձոմ բայել, ձոմը, օրինակի համար Հովելիա մարգարեության մեջ Տեր Աստված ասում է հետևյալը, ուրեմն Բակի մասին կա հետևյալ արտահայտությունը։ Հովելիա մեկի մեջ, տեսեք ինչ ասում է։ Ձոմաբահության օր որոշեցեք, հանդիսավոր ժողով կումարեցեք, ձերերն ու երկրի բնակիչները ձեր Աստծուն դունը հավաքվեցեք ու դիրոջ աղաղեցեք։ Հովելիա 1, Հովելիա 2, 12-ի մեջ ասում է. Սակայն հիմա դեռ այսպես ասում է. Ինձի դարձեք ձեր բոլոր սրտով, ձոմաբահությամբ, լալով ու սկալով։ Ինչ ասում է, ինձի դարձեք ձեր բոլոր սրտով, ինչ ասում է, ձոմաբահությամբ, լալով ու սկալով։ Աշուշտեսեք, լալը սկալը բարացի անպայման պետք չէ հասկանանք։ Լալը սկալը մեղքերի համար զղջալն է։ Ինչ որ սկիզբը հիշեցինք մենք, չէ, Պեսան երբ որ վերանա, այն ադեն ինչ պիտին ասած, ձոմ բայեն և սուկ անեն, ուրեմն սուկ այստեղ նաև այդ դրդմությունն է, մեղքի համար դրդմինք, որ Քրիստոսի հարությամբ ուրախանանք, և ոչ թե գերուխումով զվարջանանք, որ Քրիստոսի հարության նկատմամբ անդարբեր մնանք, ուրեմն լավ է մեղքի համար դրդմիլը, որպես հետո նաև Քրիստոսով կարողանանք ուրախանալ, դրա համար Քրիստոսի առաջին հրաշքը ինչ էր, Իչուր կինին ինչի խորհրդանիշ է, ուրախության, Հիսուս եկել էր ուրախացնելու մարդկանց, որովհետև մեղքը ինչի հետևանք է, մեղքի հետևանքները մեկ ինչն է, թող ծնծան այն ոսկորները, որոնք ինչը հիշեցինք հիմա, Սամոսը որ գարտած գարին են, թող ծնծան այն ոսկորները, որոնք ինչ արեցիր, դրդմեցուցիր, չէ, Սամոսի մեջ, Ապաշխարության Սամոսի մեջ այսպես ասում է, տեսեք, ասում է, ծնծությամբ և ուրախությամբ լեցուր զիս, թող ծնծային այն ոսկորները, որոնք գոդրեցիր,
Այսին այդ ծնծան այն ոսկորները գոտրեցի, այսին երբեմն ասված արիտ տալիս է մարդուն, որպես դաստիարակություն, մարդը ինչն է իր ցանածը ընծե։ Մեղքի հետևանքները գրե, որ ըսկա մեղքի թարմությունը, որպես հետո ըսկա նաև արդարության քաղցրությունը։ Դրա համար անարակ որդին վիճակ ինչ էր, երբ որ հեռացավ իր հայրական տունեն, վստահ ուրախ չէր, չէ՞։ Երբ որ համեմատեց իր վիճակը նախապես եւ հետո, վստահ ցավ ըսկաց։ Եվ այդ ցավ ըսկալու արտահայտությունը ինչ էր։ Զղջումը, չէ՞։ Ինչը սա ելեմ երթամ հորոստունը։ Ելեմ երթամ հորոստունը։ Անորամար դեր ինչ կսե ինձի դարձեք ձեր բոլոր սրդով ինչով զոմաբահությամբ, լալով ու սքալով ձեր սրդերը բادرեցեք եւ ոչ թե ձեր հանդերձները։ Ուրեմն տեսեք ձեր սրդերը գսե որ այսին դերը գսե որ մարդու ապաշխարությունը զոմաբահությունը ինչ է սիրտը ցանկանա Աստծո ոչ թե բարձրապես գերուխում է այլապես իմաստ չունի երբեք իմաստ չունի ոչ հոգևոր իմաստ ունի ոչ ապաշխարելու իմաստ ունի դրա համար անընդունելի բասերեն մին ինչն է բասմը որ նպատակ չունի բասմը որովհետև կերակուրներից հեռու մնա այո բասմը որովհետև սովորություն է բասը որովհետև օրենք է բասը սկում են բարդատրան բասը որովհետև 50 օր վերջ հարության տոնը գա սա է միայն իմաստը եթե սա է կնշանակե մեր զոմաբահությունը չունի նպատակ իսկ եթե մենք բասը ընդունում ենք հոգիով սնվելու հավատքով աճելու մեր ուխտը վերանորոգելու Աստծո դառնալու զղջումով ապաշխարությամբ ողորմությամբ կնշանակե այդ բասը նաև ինչ ունի ունի իմաստ ունի սրբազան նպատակ ունի սուրբ իմաստ ունի հոգևոր խորք ուրեմն նաև մեր Աստվածաշունչ մատյանի մեջ ինչ հիշված է զոմաբահության մասին որ ժողովուրդը զոմաբահությամբ Աստծո դարձավ հեթանոց ժողովուրդ էր ով Նինվեի ժողովուրդը այո Նինվեի ժողովուրդը Օրնա մարգարե կարոզեց եւ իրենք զոմաբահությամբ հետո Աստծո դարձան որ անցը որ երազներ դեսիլներ մեկնաբանելու շնորհ ուներ իմաստուներ ինք նաեւ զոմբահեց Դանիել մարգարեի առաջին գլխի մեջ ինչ ասում է տեսեք Դանիելը գնաց թագավորը կանչեց իմաստուններ որբեսի քաղտիացիներու լեզուն մշակույթը սորվին 3 դարվա ժամանակաշրջանով ուրեմն ասում է թագավոր իր ներքինաբեդին ասպանեզին ասա որ Իսրայելի որդիներին ու թագավորական սերունդեն եւ իշխաներեն բնավ առաջ ունեցող գեղեցիկ դեմքով ու ամեն իմաստության հմուտ ու գիտության դեղյակ հանճարեղ եւ թագավորին բալադի մեջ գայնելու կարողություն ունեցող դղակներ բերե եւ անոնց քաղտիացիներու քիրն ու լեզուն սովորեցնե ուրեմն Դանիել եկած էր թագավորական դարածքի մեջ որ սովի քաղտիացիներեն բայց չէր ուզում թագավորի ազնվական գերագուրներեն ուդել եւ գինիեն խմել առաջարկեց պատասխանատուին որ ինք ուդե միայն ինչը ընթեղենը բան է այսինքն ընթեղենները ոս եւ այլն ուրեմն պատասխանատուն ինչ գսե որ ուրիշներ ալ կան ցեզ նման եթե դուք այսուդեք հավանաբար գնի հարեք ուժով գսպարվեք թեմքի վայելչություն չեք ունենար Դանիել մարգարեն առաջարկի որ 10 օր արիտ տան գսե 10 օր արիտ տվեք ուդենք փորձեցեք եւ տեսեք արդյունքը եւ այստեղ ինչ ասում է Դանիելը սավ դնդեսին որ ներքինաբեդը Դանիելին Անանիային Միսայելին ու Ազարիային վրա գրեր է շնորհ գրե որ ծառաները 10 օր փորձե ու մեզի ուդելու համար ընթեղեն ու խմելու համար ճուրդուր Դու մեր դեմքը ու թագավորին ազնիվ գերագուրը ու դող դղոց դեմքը կնե եւ ինչպես տեսնես անոր համեմատ ռե ու ծառաներուց եւ հետո համեմատական գնե եւ գտեսնա որ անոնց դեմքը ինչ էր ավելի փայլուն էր եւ մի խոսքով այստեղ ինչի խորհուրդը կա ծոմ բայրի խորհուրդը կա
Նինվեացիները հավաքական, Դանիել եւ իր 3 ընկերները անհատական։ Ուրեմն գա հավաքական բաս եւ գա անհատական բաս։ Հիմա մեծ բասը որ հիմա է հավաքական է, որովհետեւ եկեղեցին դնորինած է։ Անշուշտ եկեղեցին դնորինած է Քրիստոսի տված իշխանությամբ, որովհետեւ եկեղեցին Քրիստոսի խորհրդավոր մարմինն է աշխարհի վրա։ Եվ հույն Աստվածապան մգսե եկեղեցի նշանակում է Քրիստոս մեր հետ։ Երեք բառ եկեղեցի նշանակում է Քրիստոս մեր հետ։ Դրա համար Հիսուս երբ երկինքան բարձավ, ինչ ասաց, ամեն օր ցեզի հետ եմ։ Ուրեմն Քրիստոսի ներկայության շոշափելի արտահայտությունը ինչ է։ Եկեղեցու ներկայությունը։ Եվ եկեղեցու ներկայությունը մեզի համար եւ օրհնություն է, եւ մխիթարություն է, եւ ցնծություն է։ Ուրեմն դրա համար եկեղեցին ինչ արել է, գազմագերբած է Զոմաբաուտյան բասի վերապերյալ օրենքներ, որբեսի ամեն մարդիր խելաբադիգեն քայլ մճարնե, այլ բոլորը հետևեն մի օրենքի, որբեսի բոլորը լինեն հավատքով միապան։ Նույնիսկ Պողոս Արաքյալ Գորոնթոսի եկեղեցին ասում է ինչ որ պիտի անեք կարգ ու կանոնով արեք։ Իսկ բացի դրանից, եթե մեկ ունի անձնական խոստովանահայր, գարա խոստովանահոր հարց տալ ծոմի ժամերի մասին, որբեսի հետևի իր խոստովանահոր հոգևոր խորհուրդներին։ Դանիելի ժամանակ թեմքով քերեցիկ, ինչու թեմքով քերեցիկ եղող խելքով ալ քերեցիկ կլան պայման։ Չէ, բայց ինքը թագավորի պայմանները մեկն էր, որ թեմքով վայելուչ երդասարտներ, տղատներ կան, նկատի առնելով որ բալադական դեղ է, թագավորական արքունիքի դեղն է, այսինքն ըստ թագավորի բանջքին։ Ուրեմն հիմա քանի մը գեդերալ ամփոփեմ սիրելի եղբայրներ քույրեր անընդունելի ծոմաբաության մասին, անընդունելի բաս։ Առաջին մարդոց մե քով կստանալու համար։ Ինչ։ Մարդոց քով կշահելու համար։ Օրինակի համար Փարիսեցին։ Երբ որ եկավ աղոթքի, սավ շաբաթը 2 անգամ ես ծոմ կբահեմ, ունեցածից 10-րդ օրը։ Եղբայր Աստված դեղյակ է ամեն բանը մեր լսելու գարիքը չի գա, ինքին է արդեն։ Ուրեմն այդ մեկը ինչու համար էր։ Չի բարձրացային։ Մեծամտության, հբարդության, ուրեմն հագարակը բասը նաև արիդ է, որ մենք ավելի խոնարհ ըսկանք։ Ըսկանք ինչ է էր մարմինը մարդու եթե սոված է։ Շատեր ցերկելու թողում են, շատերու դեսողության հարց ունենան, շատեր խոսելու ուժ չեն ունենալ։ Ուրեմն այս բոլորը մեզի կորզնական օրեն փորձառություններ են, որ բամանալ ինչ անենք, մեր դգարությունները հիշենք, իմանանք, որ մարդ ենք, իմանանք սահմանապակ ենք, իմանանք, որ Տիրոջ զորությունը մեծ է եւ իր կարողությունը անսահման է։ Ուրեմն առաջին անընդունելի բակը ինչպիսի բակներ, առաջինը մեծամտության, երկրորդը գեղձավորության։ Եվ դրա համար Հիսուս հստակ ասած չէ, որ երբ որ բակ կբայեք, ծոմ կբայեք, դրդում դխուր մի ելակ, որբեսի մարդկանց ուշադրությունը կգրավեք, երեսը տվա, գլուխդ օձե, որբեսի հայրդ, երկնավոր հայրդ, որ հանդեսանելի է, քեզ հայտնաբես վարձադրե։ Երրորդը Եսայի մարգարեության 58-րդ գլխի մեջ խոսում է Զոմաբաուտյան մասին, որ մարդահաջող զոմաբաություն է, ոչ աստվածահաջող։ Տեսեք ինչ ասում է, մենք ինչու զոմբայեցինք և թուն չտեսար, մեր անձերը չարչարեցինք ու թուն չկիծար, ահա ձեր զոմաբաուտյան օրը ձեր փախցանքը կգադարեք։ Դսե զոմաբաուտյան օրը ձեր փախցանքը կգադարեք։ Այսինքն զոմբահում են, բայց իրականության մեջ ապրեք, իրենց սեփական ցանկությունը բայց գադարում են։ Դրա համար Պողոս Արաքյալ ինչ ասում է, նույն դեղը լույս եւ խավար չկա։ Գամ լույս, գամ խավար, գամ լույսի որդիներ, գամ խավարի որդիներ, գամ գորուստի դանոջ ամբա, գամ կյանք դանոջ ամբա, գամ նեղթուր, գամ լայնթուր, գամ օրնություն, գամ անեց, գամ կյանք, գամ մա։ Երրորդ լուծում չկա։ Դրա համար Հիսուս ինչ օրինակ տվեց, երբ որ իրեն հարց տվեցին, թե ինչու քո աշակերտները ծոմ չեն բայեր, ինչ կսե Հիսուս ոչ ոքին հագուստի վրա նոր գդորից գարգդան չի գցի, որովհետև այն ամբողջությամբ հագուստից
գքաշի եւ էլ ավելի վատ բادرված գարաչանա։ Ինչն է։ Հիսուս ինչը սերգուզ է։ Այստեղ երկու բառ կա, չէ՞, հին հագուստ եւ նոր գդորից գարգդան։ Հին հագուստ եւ նոր գարգդան, չէ՞։ Այսինքն երկվություն մեջը լա։ Մեկը լա եկեղեցին հավատացյալ եկեղեցից դուրս անհավատ։ Մեկը մեծ բաուց ադեն աբաշխարե մույս օրերուն աբաշխարության կյանք չապրի։ Մեկը եկեղեցի կա հաղորդության, բայց այդ հաղորդության օրդությունը չվայելե կամ այդ օրդությունը չբաշխե իր միջավայրին։ Դրա համար այստեղ Հիսուս ասում է, որ հին հագուստի վրա նոր գդորից գարգդան չի գցի, որովհետև եթե հին հագուստի գարգդանը եղող գարգդանը լվանք ինչ կլա այդ հագուստը կմաշի։ Հետևաբար Հիսուս ինչ ասում է, որ փարիսեցիները բահում էին ծոմաբահության արդակին դեսկը, արդակին ծևը, ծևականությունը։ Իրենց համար մտահոգությունը միան ուդելիք է հեռու մնալներ։ Բայց կարևոր ինչն էր, մեղքեն հեռու մնալն է, չէ՞, որովհետև բայեցողությունը նաև ճանապարհ է, ինչի Աստծո դառնալու։ Ուղի մնետ, հարց առասվածի ճանապարհորդություն է, ուխտակնացություն է մեծ բակը։ Տեր հայր այդ նույնը, չէ՞ որ ասում էր նոր գինին հին տիկերի մեջ։ Նույն իմաստն է համարյա, որովհետև շարունակեմ, ասում է, ոչ էլ նոր գինին են հին դիգի մեջ լցնում, այլապես դիգերը կբադրվեն, գինին կբայթի, դիգերն էլ կբջանան, այլ նոր գինին նոր դիգերի մեջ են լցնում եւ երկուսն էլ բաբանվում են։ Ինչն է նորը, նոր գինին ինչն է, Քրիստոսի ուսուցումներն են։ Նոր գինին ուրեմն Քրիստոսի դված նոր կյանքն է, Քրիստոսի նոր ուսուցումներն են։ Դրա համար այստեղ Հիսուս հստակ ասում է, որ մարդիկ հրաժարվեն ծևաբաշխության է, ցուցամորության է, արդակին դեսկի ուշադրություն դարձնել է եւ գամած տապանցեն մասի խորքը։ Քրիստոնեական առումով որ մարդ միայն հացով չապրիր, այլ ազող խոսքով, ոչ միայն գորստական հացով, այլ երկինքեն իջած հացով, ոչ ժամանակավոր իրականություններով, այլ հոգևոր իրականություններով։ Դրա համար ով գար այս երկու երևույթի մասին Քրիստոս մեմ գերբով ակնարկեց։ Մեկը ժամանակավոր ուտելիքի համար էր, մույսը լավ բաժին ընտրեց, Մարիամն ու Մարտան, չէ՞։ Մարտան մտահոգ էր յուրասիրությամբ, Մարիամը լսում էր։ Հիսուս ինչ ասաց։ Չասաց դու վատ բան արեցիր։ Տեսեք, Տիրոջ խոսքը ինչքան խորունգ է, ինչքան կարևոր ճշմարտություն է։ Չասաց Մարտայի դու վատ բան արեցիր, բայց ասաց Մարիամ լավ բաժին ընտրեց։ Ուրեմն Մարիամ լավ բաժին ընտրեց։ Ուրեմն մեծ բակը լավ բաժին ընտրելու առիթ է։ Լավ բաժինը, ինչ որ մնում է մեր հետ, ինչ որ հոգևոր կանցեր են, ինչ որ օգնում է մեզ, որ կարողանանք ապրել հաստատ հավատքով եւ Քրիստոսով։ Հետևաբար այստեղ ասում է, որ դերը հին ուխտի մեջ Եսայի 58-ը, որ ծոմաբահության ադեն ծեր փախցանքը գգադարեք։ Իսկ այստեղ նաև դալիս է նույն հատվածում դալիս է մատնացույց անում է խնդիրը, բայց դալիս է լուծումը։ Տեսեք ինչ ասում է։ Իմ ընդունած ծոմաբահությունս 1. Անիրավության գաբերը քագելը, 2. Լուծին գաբերը թույլցնելը, 3. Հարստահարություն գրողները ազատ թողնելը, 4. Ամեն լուծ գդրելը, 5. Հացդ անոթին բաժնելը, 6. Թափարական դնակները դունդ ընդունելը, հետո մերկմը հակվեցնելը եւ մարմինդ անդեսելն է։ Որ մեկն է մարմին անդեսելը, վերջինը։ Ուրեմն իմ ընդունած ծոմաբահությունը սկսի ասված, հիշեց հստակ է, չէ՞։ Լուծը թույլցնելը, հարստահարություն չանելը, հարստահարություն գրողներ ազատ արձակելը, հացդ անոթին տալը, թափարականը ընդունելը, վերջին ինչն է։ Ինչ կսե վերջինը, մարմինդ անդեսելն է։ Մերգը հագցնելը գսե եւ մարմինը անդեսելն է։ Դրա համար Հիսուս վերջին դադաստանի օրը ինչ պիտի ասե։ Պիտի ասե, քանի ժամ ձոմ բայեցինք, կամ ինչ ուտելիք կերանք, թե ոչ պիտի ասե ծարավեի, ճուր տվիք, անոթի եք երակրեցիք, մերգ էի հագցուցիք, չէ՞։
օդարականը ընդունեցիք, բանդի մեջ այցելեցիք։ Հետևաբար այդ ձոմաբաությունը միայն Աստծո դառնալ չէ, այո, Աստծո դառնալ է, բայց Աստծո դառնալու արդայդությունը ինչով կլինի, մարդկանց հետ ինչ ապրելով, մարդու հետ ինչպես ապրելով, սիրով ապրելով։ Եթե երբեք սահմանափակում եմ մասը որպես իմ եւ Աստծո մեջ մի գապ, դա ճիշտ է, բայց ամբողջական չէ։ Դա մույս երկրորդ երեսը, բասի որ մարդկանց հետ իմ շփումս լինի ինչպես սիրով, Քրիստոսի օրինակին հետևելով, այլապես եթե ես բասը միան ինձ համար է, կնշանակե իմ եսիս համար է, իմ անձիս օգտին համար է, չնայած որ այդպես լինելու չէ բնավ։ Ուրեմն անընդունելի զոմաբաությունը, մեծամտությունը, երկու գեղձավորությունը, 3 մարդահաջո բակը եւ 3 4-րդը բասը դայետա համարողները։ Շատերի համար որբեսի մարմինը բարեցև լինի, վայելուչ լինի, նիարելու համար ասում են իդեալական ժամանակ է հիմա, որբեսի կարողանանք այսպես մեր ուդեսի ցևը փոխել, երբեք հոգևոր նպատակ չկա։ Ոչ էլ Աստծո դառնալու նպատակ կա։ Նպատակը ինչ եղել է միայն մարմին եղել է, անշուշտ դա երբեք ընդունելի չէ։ 5-րդ մի անընդունելի բաս կա, որ հрьяաներ արեցին, ասացին՝ «Պիտի շուտենք չխմենք, մինչև որ Բողոս Արաքյալի սպանենք»։ Սա էլ անշուշտ անընդունելի չէ, եւ գա մի վերջին բաժինը, այն բասը, որ կապ չունի բարեգործության եւ ողորմության հետ։ Այսինքն ձոմ բահում եմ, աղոտ կանում եմ, եկեղեցի աջախում եմ, խոստովանում եմ, բայց գործնապես ոչ մի անձի ուզում եմ օգտակար դառնալ։ Բարոյաբես, նյութաբես, խոսքով, հիվանդ այցելելով, կամավոր մի աշխատանք չկա։ Այսինքն վերջապես բասը արի թե որ մարդիկ նաև անեն բարեգործություն։ Հիսուսի համար ինչ ասում է Արաքյանը, անիգա շրջեցավ ինչ անելով, բարիք ապրես, բարիք գործելով։ Ես ուզում եմ նույնը շատ ընդարձակել, բայց ուզում եմ Աստծո կամքով այսքան բավարարել, որովհետեւ իցեր համբերությունը չարաչար չշահագործեն, այնպես որ այստեղ մեր այսօրվա սերդողության բաժինը ավարտին ասել է, եթե պեկան անձեր հարցեր ունեն, սիրով լսում եմ, Աստված օրդի բոլորիս, շնորհք իմաստություն դա, մեր հավատք ամրապնդի, որ մեր բասի ժամանակաշրջանը լինի Աստվածաաջո եւ ունենա հոգեվոր խորք եւ հոգեվոր նպատակ։ Աստված օրհնիցես։ Երիտասարդ քրիստոնյա, սպարքի շրջանում ինչպիսի դիրքորոշում պետք է ունենա։ Գասես իդ հարցը, եղբայր ինձի կարելի է բաժակնություն